որ համեմատենք դպրոցի բյուջեն ու մանկապարտեզի, ինձ թվում է այս 500 դպրոցն երևի մոտ մի 300 եւ 400 միլիարդ կլինի, չէ՞, ծրագիրը։ 500 մանկապարտեզը մեր փորձը ցույց է տալիս, որ մանկապարտեզների կառուցումը ավելի քիչ գումար է պահանջում, միջինում մեկ մանկապարտեզը, նաև ենթակառուցվածքի բազմազանությունը հաշվի առնելով եւ նաև մանկապարտեզների ծավալը։ Մեր ամենամեծ մանկապարտեզները մինչև 200 հոգանոց են, շատ քիչ է, որ 200-ից մի փոքր ավել են, իսկ դպրոցներ մենք կառուցում ենք նույնիսկ այսպես 1500, ասենք վերջերս մեր նորաբաց դպրոցներից մեկը Աբովյանի թիվ 2 դպրոցը այս պահին ավելի քան 1500 աշակերտ ունի եւ միայն 2 մարզադահլիճ ունի, որտեղ տարրական եւ միջին դասարանները առանձին կարող են իրենց դասապրոցեսն անցկացնել, այսինքն դպրոցական ենթակառուցվածքի ծավալները այդ իմաստով անհամադրելի են մանկապարտեզների հետ, չնայած յուրաքանչյուրը իր նյուանսներ ունի։ Բայց ես կուզեի մեր ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքներում երկու կարևոր շեշտադրում էլ անել։ Սա բոլորովին չի նշանակում, որ մենք միայն նոր դպրոցներ ենք կառուցում կամ ամբողջական դպրոց ենք հիմնանորոգում, մենք նաև ընթացիկ նորոգման աշխատանքներն ենք զուգահեռաբար անում այն դպրոցներում, որտեղ դրա կարիքը կա։ Օրինակ, ջեռուցում պիտի անցկացվի, օրինակ սանհանգույցներն են վատ վիճակում, պատուհանները կամ տանիքը, եւ ուրեմն նախորդ տարի ավելի քան 500 դպրոցում շուրջ 800 միլիոն դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ են կարել, հասկանալով, որ դեռևս ժամանակ կտևի, մինչև այդ դպրոցական շենքերն էլ ամբողջական վերափոխվեն եւ միևնույն ժամանակ մեր երեխաների համար այդ պայմանները պետք է լինեն։ Մեր լաբորատոր ենթակառուցվածքների զարգացման ծրագրից կուզեի նաև խոսել, որովհետև կարևոր է, որ քիչ առաջ նշում էինք բնագիտության ոլորտում մեր երեխաների գրանցած արդյունքները, իրականում լաբորատորիաների առկայությունը շատ կարևոր է, որպեսզի բնագիտական առարկաների ուսուցումը տա այն արդյունքը, որը մենք պատկերացնում ենք, եւ նախորդ տարի մենք 541 դպրոցների տրամադրել են կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ, այս պահին արդեն 648 դպրոցներ ընդհանուր առմամբ ունեն, ինչը շուրջ կեսն է մեր դպրոցների, եւ սա նույնպես մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կառավարության ծրագրի այդ կարևոր թիրախը, որ բոլոր դպրոցներում լաբորատորիաներ ունենալներ, իրացնենք եւ աշխատանքները պլանավորված են։ Քանի որ ժամանակը պետք է բավարարի նաև մյուս ոլորտներին անդրադարձին, ես նախադպրոցական կրթությունից կնշեմ եւս երկու ցուցանիշ եւ ձեր թույլտվությամբ անցնեմ մյուս ոլորտներին, բայց գուցե պարոն Գաբրելյան, դուք այսպես հարցերով զուգահեռ փորձեք նաև ես կուզեի նշել մի կարևոր բան, որ նույնպես կառավարության ծրագրի թիրախ է, դա նախադպրոցական կրթության հասանելիությունն է մեր երեխաների համար։ Իրականում այդ մասին իհարկե 500 մանկապարտեզների ծրագիրը դրա հիմնական մեթոդներից մեկն է, բայց ես կուզեմ, որ մենք այս ցուցանիշները պատկերացնենք, ինչպես են փոխվել։ 2024-ին արդեն մենք ունենք իրավիճակ, որ 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմում է շուրջ 75%, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 5%-ով ավելի է։ 5, այո, եւ 2017-ի նկատմամբ մենք արդեն շուրջ 20% աճ ունենք նախադպրոցական կրթությունում 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկման։ Եվ այստեղ պետք է նաև նշեմ մեր մի կարևոր գործառույթ, որ իրականացրել ենք, դա մասնավոր նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացն է, որի շրջանակներում վերջին 2 տարիներին 155 կազմակերպություն ենք լիցենզավորել եւ նաեւ ապահովելով նախադպրոցական կրթության որակի վերահսկողությունը կարողացել ենք նաեւ այդ երեխաներին նույնպես այսպես ասած դուրս բերել ստվերից, որտեղ ավելի քան 8200 նախադպրոցական տարիքի երեխաներ ընդգրկված են մասնավոր ծառայություններում եւ այս վիճակագրությունը ըստություն նաեւ այո իհարկե այո, որովհետև այս պարագայում դա ընդհանուր վիճակագրության մաս է եւ կարծում ենք ու այստեղ նաեւ խնդիր ենք դրել, որ պետությունը ամբողջական վիճակագրությունը բարելաված վարի